Անշուշտ պիտի սկսենք out-կով։ Ուրեմն հիշենք, որ Աստված մեր մեջն է, մենք Աստծո ներկայության մեջ ենք, Աստծուն փնտրելու կարիք չկա, եթե Աստծուն պիտի փնտրենք մեր ներսում, ուրեմն մի քանի վայրկյան մտածենք եւ նաեւ նվիրենք Աստծուն այս ժամանակը, որ հիմա մենք տրամադրում ենք այս գիտելիքներին, եւ խնդրենք, որ Աստված ընդունի այս ամենը, որպես աղոթք մեր անձի համար, մեր ընտանիքի համար, մեր երկրի համար, բայց նաեւ Աստված մեզ օգնի, որպեսզի սա գիտելիք չլինի մեզ համար, այլ կյանք տվող, կյանք փոխող մի բան լինի, որ մենք ավելի եւ ավելի ցանկանում ենք ապրել Աստծո սրտի համաձայն։ Աստծո սիրտը որքան կարևոր է դա։ Ինչևէ, ուրեմն 3 վայրկյան միայն եւ սկսենք հայր մերը միասին։ Անհոր եւ որդվո եւ օգուն սրբո ամեն։ Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղեցի անունքո, Եղեսի արքայությունքո, Եղեցին գամքո, որպես երգինս եւ երգրի։ Ըստ մեր հանրաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ բարդիս մեր, որպես եւ մեկ թող մերոց բարդաբանած, եւ մի դաներս մեզի փորձություն, արբրգյազ մեզ ճարե, զիքոյ արքայություն, եւ զորություն, եւ պարքավիդյանս ամեն։ Թակուի խաղության աղաչի ավասններ։ Ներեք, ուրեմն, ամենի առաջ Լիլիթ, Այո, հայրական։ ուրեմն այդ էջը, որ պետք է լրացնեն, այդ էջը պատրաստ է, չէ՞։ Այո, հայրական։ Եվ հիմա իրենց գանցնես, կամ իր բանը, լինքը իրենց գուդաս։ Անձնական տվյալները, թե վիդեոյի հարցերը հայրական։ No, անձնական տվյալները։ Լավ, հիմա ուղարկեմ։ Լավ։ Ուրեմն, հիմա մի թուղթ, որ այսինքն on-line խնդրում եմ, որ լրացնեք ձեր անձնական տվյալները եւ հետո ցեզի պիտի տանք նաեւ այդ ռոլիկները, որ ասել էի, 5 ռոլիկի հարցումները ցեզ պիտի տանք եւ խնդրում եմ, որ ներեք, եթե մինչեւ հիմա այդ 5 ռոլիկները չեք դիտած, չեք ուսումնասիրած, մինչեւ երեքշաբթի անպայման անեք։ Հիմա ասկիսեն ասեմ, երկուշաբթի օրը կանաները հավաքվում են Երևան, քանակեր, որպեսզի հոգևոր գործություն անենք։ Բայց եւ այնպես երեքշաբթի երեկոյը ժամը 8-ին ես կարող եմ այս շարունակել ձեզ հետ ժամը 8-ին։ Չեմ գիտեր, եթե ժամը 7-ին կարողանամ անել, ձեզի երկուշաբթի օրը տեղյակ կպահեմ։ Ուրեմն կամ ժամը 7-ին կամ 8-ին անպայման կամ ժամը 7-ին կամ ժամը 8-ին անպայման ձեր հետ կգապնվեմ եւ մեր այս դասընթացը կշարունակենք։ Արդյոք ովևէ մեկը հարցում ունի։ Տեսեք, միշտ պատրաստ եկեք, հարցումներով պատրաստ եկեք։ Տեսեք, եթե 400-500 հարցում չկա ձեր մտքին մեջը, կնշանակի, որ երբեք չեք մտածում կրոնքի մասին։
Եթե մենք մտածենք կրոնքի մասին, առնվազն 400-500 հարցում պետք է ունենանք։ Ես անցամ անգե շատ ավելի ունեմ հարցումներ։ Եվ եթե կդնվել լինեմ մեկում արջև, որ դասախոսում է, լիք հարցումներ ունիմ դալիք։ Ձեզ մեր ոչ մեկի չունի հարցումներ։ Չգիտեմ։ Լավ։ Ուրեմն ուրբաթ օրերը ցանկանում եմ ձեզ բացատրություն տալ Աստվածաշունչի մասին։ Աստվածաշունչը կարող ենք ասել ամենամեծ թեման է, որը մասին կարելի է զրուցել։ 2000 տարի է ի վեր մենք ունենք քրիստոնյաներ, որ եւ կրած են, եւ խոսած են, եւ այսինքն եթե ասեմ, որ 500 միլիոնեն ավելի քրություն կա Աստվածաշունչի մասին քիչ է։ Անգե ավելի է։ Այդ ամեն քրությունները որ կա։ Բայց եւ այնպես չկա մեկ նախատեսություն Աստվածաշունչին մեջը, որ կարողացել են այս ամեն քրությունները ամբողջությամբ բացատրել։ Չկա։ Որովհետև խորն է, շատ խորն է։ Բայց ինչ է Աստվածաշունչը։ Եթե ձեզ մեկ խնդրեմ, որ ձեզ ամեն մեկը երկու բառ ասե, թե ձեզի համար ինչ է Աստվածաշունչը, արդյոք շատ հարցած կլինեմ։ Ոչ։ Լավ, ուրեմն ասեք։ Երկու բառ ասեք, որպեսզի սկսենք այս ամենը։ Ես ասեմ, Հայրան։ Այո, Ահա, Աստծո ներշնչանքով գրված է քրիստոնյայի կյանքի ուղեցույց։ Իմ կարծիքով։ շատ բարի։ Հաջորդը։ Աստծո խոսքն է, որ տրված է մեզ Աստծո կողմից, որպեսզի մեր կյանքը ճիշտ ապրենք եւ մոտ լինենք Աստծուն։ Շատ բարի։ Կապը Աստծո եւ մարդու միջև Շատ բարի։ Մարդ չմնաց։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Աստծո խոսքը իմ կյանքը նորովին նայելու, մխիթարելու ամեն մի խոսքը ինձ համար կենթանի է, կենթանի ուրիշ էություն ունի խոսքերը, որ ամեն կարդալուցս ես հագնում եմ, կշտանում եմ, կարդում եմ եւ դրանից հետո իմ կյանքը ուրիշ բանի ապակյա տակ է երևում, ուրիշ ձևով է տեսնում, ինձ ուղղություն տվող է։ Ինքան բան կարելի է ասել, Հայր Անտոն, երկու բառով ինչպես կարելի է։ Լավ, հիմա միան երկու բառ ասենք եւ անցնենք։ Որովհետեւ ասամենուն մեջ շիդակ սխալը չի գամ, ասա մեր ըմբռնումն է եւ ես էզի նաեւ ինչ որ պիտի ասեմ, որքանով պիտի ունենիք չեմ գիտեմ։ Լելիթ Վերոնիկա, դուք մամչեցիք։ Կուզեի սեի Աստծո խոսքը, Աստծո շունչը, Աստված եւ շունչ բառերից էնի արդեն սեցին։ Կարևոր չէ ինչ ասեցին, դու քեզի համար ինչ է, անիկա բան է, պետք է ասես։ Մեզի, հա։ Աստվածաշունչը իմ համար կյանք է։ Եղավ։ Չեմ գիտեմ, մեկը մնաց, այո, մեկը փախավ։ Սիրարպին փախավ։ Չէ, այստեղ եմ, չեմ փախել։ Իմ համար Աստվածաշունչը 5 կտակարանը ավելի շատ պատմություն, ուղի, որը բերում է դեպի նոր կտակարան, իսկ արդեն նոր կտակարանը իրոք Աստծո խոսքը երևի նոր կտակարանով։
Շատ բարի։ Աննա, դու բամը բիչես ես։ Բարի երեկո Հայրամտոն։ Բարի երեկո։ Ես նոր միացա, եթե կարելի է հարցը նորից իմանամ։ Ուրեմն եթե հարցումը չլսեցի, ասազաշունչը քեզի համար ինչ է։ Աստվածաշունչը ինձ համար ճշմարիտ կյանքի ուղեցույցն է, որը տանում է դեպի հավիտենական կյանք, որը սովորեցնում է ինչպես ապրել իսկ, որպեսզի վերջում եւ մեր հոգին ավանդենք, տեսնենք Աստծուն եւ նրա հետ վայելենք արքայություն երկնքի։ Okay. Հիմա ես զի ասեմ, որ ես ինչպես ասին 40 տարի եւ ավելի ինչպես ներկայացած եմ ասազաշունչը։ Ասազաշունչը արձանագրություն է։ Ինչ արձանագրություն։ Աստծո մճամտության, մարդուս պատմության մեջ Աստծո մճամտության արձանագրությունն է։ Որովհետև Աստված այո, երբ մարդս մեղանչեց, ոչ թե մարդուս առանցին թողեց, այլ եկավ եւ մճամտեց։ Մճամտեց պատրաստելու համար Հիսուսի գալը եւ այդ ամենը փուն նպատակը եւ հոսե ամենա կարևոր կետը, որ ժողովրդին 90%-ը չհասկանում, եթե հասկանար, ամբողջովին տարբեր բաներ, փունը պաշտամունքն է, նպատակը պաշտամունքն է։ Ուրեմն Ադամ եւ Եվան մեղանչեցին եւ այլևս խզվեց հարաբերությունը մարդուս եւ Աստծո միջեւ, պետք էր որ իրենք Աստծուն մատուցեին պետք եղած ճշմարիտ պաշտամունքը, բայց քանի որ դա կարելի չէր, մարդուս մեջը միշտ եղած է ցանկությունը պաշտամունքի եւ դարբեր ծևերով թարերի ընթացքում այդ պաշտամունքը սխալ 1001 սխալ դարբեր ծևերով այդ պաշտամունքը մարդս ուզեց անել, բայց անշուշտ միշտ ցախողեց։ Միակ պաշտամունքը, որ հիմա ունենք եւ սա է որ հավիտենականության մեջը սա է որ դեղի ունենում եւ պիտի ունենա, դա էլ Հիսուսի պաշտամունքն է, Հիսուսի պաշտամունքը խաչի վրա, բայց խաչը առանցին վիճարնենք, պիտի վերջին ընտրիկը, որ նա մեզ տալիս է Պասեքը, իր մահը խաչի վրա, որ ավասի Աստծո գարը մորթվում է մեզ համար եւ հարությունը, որ նոր կյանք է սկսվում։ Եվ մենք բոլորս սա քրեցիկ է մի բան է, որ որքան մտածեմ բավարար չէ ինձ համար, որքան աղոթեմ սրա մասին բավարար չէ ինձ համար։ Բոլոր մարդկությունը, բոլոր քրիստոնյաները, անոնք որ Քրիստոսի մեջ են, որովհետև մենք մեր մգրտությամբ Քրիստոսի մարմնի անդամներն ենք, ուրեմն մենք բոլորս մեկ մարմին ենք եւ Հիսուսն է, որ մատուցում է այդ պաշտամունքը եւ մենք այդ պաշտամունքին մեջն ենք։ Այսօր ամերիկյան YouTube-ի վրա բավական խոսակցություն կա եւ շատեր այլևս ասում են, որ այդ ամենը ինչ որ փոխկականները անում են, այդ երկելը, բարելը, ինչ գիտեմ ինչ, անիկա պաշտամունք չէ։ Քեղեցիկ բան է, շատ բարի, իրենք կսիրեն ններ թողնեն, բայց սրա անունը պաշտամունք չէ։ Պաշտամունքը
կարևոր է որ մի բան դանք Աստծուն եւ մենք արժանի չենք ովևէ մի բան տալու բացի մենք որ ստանում ենք Հիսուսին մեր սրտերի մեջ հաղորդության մեջը եւ մենք դա այդ ամենը դալիս ենք կամ միանում ենք Հիսուսին երբ ինքը դալիս է Հոր Աստծուն կատարյալ պաշտամունքը եթե կես ժամ, մեկ ժամ ասոր մասին հիմա մտածենք բավարար չէ իսկ ես կուզեմ որ դուք սրա մասին մտածեք եւ ես շատ անգամ շատ խոսած եմ ասամենուն մասին բայց հիմա որոշել եմ նույնիսկ մի կիրք գրել եթե ասված առողջություն տվեց որ բանեմ այդ ինչ որ ես ուղղաթորերը ձեզ պիտի բացատրեմ այդ ամենը քրկի պիտի վերածեմ բայց անշուշտ կարող է որ մեկես երկու տարի դեպե որ ներկայանալիք մի բան լինի ինչևից է ուրեմն երբ որ մտածում ենք այս ձևով եւ կրկնեմ ինչ որ ասեցի Աստվածաշունչը մարդկային պատմության մեջ Աստծո մճամտության արձանագրությունն է իսկական հեղինակը Աստվածաշունչին անշուշտ Սուրբ Հոգին է խոսքը բանը ուրիշ չէ եթե ոչ Սուրբ Երրորդության երկրորդ անձը Աստվածաշունչը մի կիրք չէ այլ մի քրատարան բաղկացած 73 քրքերից կաթողիկե եկեղեցին է որ աշխարհին տվեց Աստվածաշունչը հիմա ուզեմ ցես մի քիչ բացատրություն տալ որ Աստվածաշունչը որտեղին եկավ շատ քրություններ կար առաջին դարուն Եվանգել առաջալ Եվանգել հետո շատ քրություններ կային բայց որոնք են որ ընդունվեցին որպես Աստվածաշունչ որպես Աստծո կողմից ներշնչված անսխալական կիրք անսխալական կիրք ամեն մեկը 73 տարբեր քրություն կիրք բառը նաև սխալ է որովհետև նոր գտակարանի մեջ ունենք Սուրբ Պողոսի նամակը Ֆիլոմենին որ միան կես էջ է համարյա ամպոլման էջ մնալ չէ բայց նաև կիրք է ինչևից է առաջին տարու վերջավորության շատ կրկեր եւ կրություններ կային շրջանառության մեջ Հիսուսի հիմնած եկեղեցին է որ սկսեց զանազանել այդ կրկերը արդյոք ինչու հիմա կասեմ ցեզի որ եկեղեցին նպատակը այդ կրկերը ոչ թե մեզի սորվեցնելու համար եղած է սկիզբը փուն նպատակը այդ արդյոք ինչուին պատասխանը այս հարցին պատասխանը շատ կարևոր է եկեղեցու առաջին նպատակը այդ կրությունները պաշտամունքի համար օգտագործելն էր այսօր եկեղեցին օգտագործում է 72 քրկերի տեքստերից իր ցիսական արարողությունների ընթացքում ամբողջ տարվա մեջ միայն մեկ քիրկա որ իր այդ քրությունը երբեք չի գործածվում մեր աղոթների մեջ դա հուտիտի քիրկն է որոշ քրություններ հեշտությամբ ընդունվեցին որպես Սուրբ Հոգուց ներշնչված բայց կան որոշ քրկեր երկար վիճաբանություններից հետո է որ վերջապես ընդունվեցին 200 թվականին այսինքն Հիսուսի մահվանից 160 տարի հետո մեծամասնությամբ ընդունված էր բայց երբ է որ վերջնական օրեն որոշվեց այդ 73 քրկերը ուրեմն
Հռոմում դեղի ունեցած ժողովում է, որ վերջնական գերբով նշանակվեց թե որ մեկ կիրքերն են։ Ուրեմն սա դեղի ունեցավ 382 թվականին։ 382 թվականին։ Մինչև այդ ժամանակ մի քիչ դարբեր եպիսկոպոսներ շատ կողջեին վիճապանությունների մեջ էին, մինչև որ որոշեցին։ Ուրեմն ինչ որ որոշեցին, այն էր որ 46-ը քրություն 5 դագարանից եւ 27-ը նոր դագարանի քրություններից։ Ուրեմն սա 382, այսինքն մոտավորապես 400 թվականն է եւ մինչև Մարտին Լութերը եւ նրա իմպոստությունը 15-րդ դարում լուրջ խոչընդոտներ գոյություն չունեին։ Մարտին Լութերը խնդիր ունեցավ եւ խնդիրը ասազաբանական խնդիր էր։ Մակաբեացիների կրկի հետ խնդիր ունեցավ ինքը, որովհետեւ հոն խոսվում է թե Հուտա Մակաբեացին զինվորներից փող հավաքեց եւ ուղարկեց Երուսաղեմ, որբեսի հոն հանգուցյալների հոգիների համար զոհեր մատուցվեն։ Չեմ գիտեր, նորեն բացատրեմ, որ ավելի հստակ լինի։ Ուրեմն Մակաբեացիների կրկի մեջ է հոն Հուտա Մակաբեացին է առաջին եւ ամենակարևոր մասնավորությունը եւ մի գրվի մեջ է բավական մեծ թվով իր զինվորներից մահանում են գրվի մեջ է եւ այդ բոլորը որ մեռան բոլորն էլ իրենց մարմնի վրա ունեին մի բան որ արգելված էր որ տարբեր չաստվածների մտամուտությունը խնդրում էին այդ իրենց մարմնի վրա ունեցածով բայց անոնք ամենը մահացան եւ Մակաբեացին Հուտա Մակաբեացին դրամ հավաքեց 2000 դրամեր ինչ տեսակ դրամը չեմ գիտեր 2000 ուղարկեց Երուսաղեմ որբեսի զոհեր մատուցի իրենց հոգիների համար որովհետեւ սխալ ըրած էին որ Աստված ների իրենց ուրեմն սա Մարտին Լութերի հագարակությունը Գավառանի վարդապետության նկատմամբ հավասիկ գուզեր այդ գիրքը վերացնել բայց միայն այդ գիրքը վերացնելը անշուշտ հնարավոր չի լինել ուրեմն բավական մտածելուց հետո նա որոշեց վերացնել 7 գիրքեր եւ վաճառականությունը որ դվեց այդ 7 գիրքերի վերացմանը այն էր որ մինչ մույս բոլոր 5 դագարանի գրքերը գրվել էին այսինքն օրիգինալը գրված էր եբրայերենով բայց այս 7 հատը գրված էր բնակիրը գրված էր հունարենով ուրեմն սա անելով փոխական Աստվածաշունչի մեջ այսօր ունենք 39 5 դագարանի գրքեր իսկ նոր դագարանի բոլոր 27 գրքերը ընդունված են մենք 46-ը ունենք 5 դագարան են եւ 27-ը նոր դագարան են 27-ը երկու նիսան նույնը ունենք բայց 5 դագարանի մեջ է ոնդեղ 7 գրքեր կան որ նրանց մասին մենք համացանության չեն կարիս իրենք ասում են որ այս գիրքերը լավ գիրքեր են կարելի է օգտագործել բայց այս գիրքերը աստվածաշունչ չեն այս գիրքերը չունեն նույն հեղինակությունը ինչ որ մյուսներ ունեն որոնք են այս գիրքերը Թովբիտի գիրքը Թովբիտ Հութիտ Եզրաս Իմաստություն Մոսյան գիրքը
Բարոքի թուղթը եւ Մակաբայացիների երկու գրքերը։ Այս գրքերը չեն ուզեր ընդունել որպես հուն աստվածաշունչի մաս կազմող։ Հարցումներ ունեք։ Այրանտոն ներողություն Տոբիտը, Հուդիտը, Եզրասը, հա, Բարուքը, Ա Մակաբայեցիներ ու Բ Մակաբայեցիներ։ Այո, Ճիշտ եւ ասեմ։ իմաստություն։ Հա, եւ իմաստուն։ Բայց Մակաբայեցիները երկու գիրք չէ, Ա եւ Բ։ Երկու հատ է, այո։ Ըհը, եւ իմաստություն։ Ես էլ ունեմ հարց, Հայր Անտոն։ Իսկ Ուսումն։ միթե բանը 4 ավետարանները բոլորը գրված են միայն եբրայերենով։ Ես որքանով գիտեմ, ինչու է ընդունել 4 ավետարանները Լութերը։ Գներես հին գդակարանի մասին է խոսքը։ Հա, Գդակարանի օրիգինալը եբրայերեն է։ Նոր գդակարանի բոլորը բան հունարեն է։ Բա ինչպես է որ հունարենը ընդունել է, եթե միայն եբրայերեն լեզվովներն է ընդունել, ինչու է հունարենը կարողացել է ընդունել, հարց է առաջանում։ Տեսեք, հիմա իր միտքը ես չեմ գարտացել, ոչ էլ հարցրել եմ իրեն, բայց այսինքն ես ինչ որ բացատրում եմ, ինքը խնդիր ունի կավարանի կաղապարի հետ եւ բամը պիտի գտներ, ցևը պիտի գտներ եւ իր կդած ցևը այն է, որ 39 քրքեր, որ 5 դագարանի մեջ գրված են, անոնք բոլորը հունար, բան եբրայերեն լեզվով գրված են, օրիգինալը, հա, բայց մյուսները եբրայերեն չէ, մյուսները հունարեն։ Եվ ինչու մյուսները հունարեն գրված են, որովհետեւ երբ որ եբրայցիները բանի օրոք, Նաբուկոդոնոսորի օրոք, իրենք դուրս արտաքսվեցին, իրենց երկիրը թողեցին եւ հետո կամաց վերադարձան, բայց բոլորը չէ որ վերադարձավ։ Զորավոր քաղուտ մգար Եգիպտոսի մեջ բանը Ալեքսանդրիա քաղաքի մեջ մեծ քաղուտ ունեին եւ հոնդերը բավականին լավ քրություններ եղան եւ բավականին ջոխեր հրյա ժողովրդի կյանքը եւ Երուսաղեմի հрьяաները լավ հարաբերության մեջ էին այդ Ալեքսանդրիո հрьяաների հետ եւ խնդիր չունեին նաեւ այսօր մենք շատ լավ հասկանում ենք որ նաեւ մեր քրիստոնյաների համար այնի մեջ Երուսաղեմի մեջ այսինքն Բաղեստինի մատեմատիկա Բաղեստինի Հրեաստանի մեջ շատ երկային հрьяաներ որ դուրսը ծնված մեծացել էին եւ վերադարձել էին եւ եբրայերեն չեն խոսում ավելի խոսված լեզուն բաններ հունարեններ նույնիսկ Երուսաղեմի մեջ եւ ուրեմն ասոր մասին ուրիշ անգամ պետք է բանեմ ուրեմն ինչ որ մենք տեսնում ենք այն է որ ասած ամեն ինչ կազմակերպված է կարգադրած է որբեսի հեշտությամբ նոր գտակարանը բարի լուրը տարածվի Հռոմի մեջ է նույնիսկ Հռոմի մեջ ավելի շատ հունարեն խոսող կար քան թե լատիներեն որքան որ լատիներ եւ կառավարությունը լատիներենով բաներ այսինքն մենք այսօր որպես հայեր մենք ավելի լավ կգնանք հասկանալ այս ամեն խնդիրները որովհետեւ մենք ակսոր ունեցանք ցեղասպանություն ունեցանք եւ սպիրկ ունենք սպիրկը վերադարձավ մեկ մասը այդ ամենը մեզ կօգնի որ ավելի լավ հասկանանք թե ինչեր պատահեցին Հիսուսի օրոք ուրիշ հարց
Մի հարց կարելի է Հայր Անդոն։ Անշուշտ, Երբ որ Աստվածաշունչը ձեր տեսակետով ներկայացնում եք, ասացիք, որ արձանագրությունը Աստվածաշունչը մի արձանագրություն է, թե ինչպես Աստված միջամտեց, երբ մարդը մեղանջեց։ չէ, Բայց դե գեցի, նորեն շտկեմ սկիզբեն, որ Աստվածաշունչը Աստծո միջամտության արձանագրությունն է։ հա, Աստված միջամտեց, եւ սա մի բզդիկ մասն է, բայց անշուշտ կարևորագույն մասն է, որովհետեւ Հիսուսեն 10-15,000 տարի առաջ Աստված էլի միջամտում էր, բայց այդ ժամանակ քրություն չկար։ Մենք սկսում ենք տեսնել քրությունը եւ սա ցեզի ավելի բացատրություն չեմ գիտեր այսօր կասնեմ կամ հաջորդ ուրբաթ օրը ցեզի բանեմ, որ երբ է որ այդ քրությունները սկսան տեղի ունենալ։ Ինչ որ կարդում ենք Աստվածաշունչի առաջին էջերի վրա, դա երբ գրված է։ Եվ ցեզ ասեմ, որ Ծննդոց գիրքը, որ առաջին գիրքն է, առաջին 11 գլուխները շատ ավելի ուշ գրված են, քան թե Ծննդոց գրքի մնացածը։ Ծննդոց գրքի մնացածը սկսվել է գրվել մոտավորապես 1000 թվականին, այսինքն բանի օրոք, Դավիթ թագավորի օրոք, որովհետև մինչև այդ ժամանակ իրենք բզիկ ցեղեր էին 4 կողմը ծրված, եւ երբ որ թագավորություն եղավ եւ Դավիթը կարողացավ այդ ամենը հավաքել, սկսան իրենց հարց տալ, մենք ով ենք։ Մեր անցյալը ինչ է, որովհետև մարդուս համար չափազանց կարևոր է, որ ինքը հիմք ունենա։ Մենք օդին մեջ չենք, որպես հայ ժողովուրդ նույնն է։ Ով ենք մենք։ Ուրեմն մենք աշինած ենք հայգի առասպելը, բայց հրյաներու համար սա առասպել չէր, ինչ որ իրենք արեցին, սա Աստվածաշունչն է, Աստված ներշնչում է, Աստված միջամտում է, Աստված իրենց ցույց տալիս է այդ ամենի մասին, որպես իրենք շատ ավելի լավ գաղափար ունենան անցած դարձածը եւ կարողանան այդ ամենը քրի առնել եւ մեզ ներկայացնել։ Այսօր, երբ որ կմտածենք Ադամ եւ Եվան կարող է որ 150-200,000 տարի առաջ այդ ժամանակ ոչ միայն քրություն չկար, մարդիկ չէին գիտեր խոսել։ Գիտես, խոսակցությունը մի բան է, որ կամաց զարգացավ եւ շարունակում է զարգանալ։ Այսօր երբ որ գնայինք որևէ մի լեզու սկզբնական իրենց բարաբաշարը շատ ավելի քիչ է եւ կամաց այդ բարաբաշարը մեծանում է, ինչ որ պետք է նոր բառեր շինում ենք, որովհետեւ ավելի լավ կարողանանք իրար հասկանալ։ Այսօր եթե նայելու ենք հայերեն լեզուն, հայերեն լեզվի բարաբաշարը ասկե 1500 տարի առաջ ինչ էր, այսօր ինչ է։ Ամբողջովին դարբեր է։ Շատ ավելի է այսօր, որովհետև շատ նորություններ կան, չէ։ Ուրեմն Հայր Անտոն, լսում եմ, այո, Արմեն։ Այո, Արմեն։ Ցայնդ գնաց։ Բամը չեմ լսում, Արմեն։ հա, իմ զանից էր, իմ ինտերնետից է։ Ասում էի Բաբելոնի պատմությունը, բանը, որ Աստվածաշնչում գրած է, այդ պատմությունները, այսինքն դրանք ո՞նց վերաբերվենք բա դրանց։ Ինչպես պիտի վերաբերվիս։ Բաբելոնի պատմություն։ Recording in progress.
ուրեմն Աստվածաշունչի Ծննդոց գրքի առաջին 10-11 գլուխները պատմություն չեն այդ իմաստով, որ մենք պատմություն կհասկանանք այսօր։ Այդ կրությունները մի բանաստեղծություն է, որ մեզ դալիս է չափազանց կարևոր ճշմարտություններ։ Ճշմարիտ է, շիդակ է։ Բայց պիտի հասկանանք, որ ինչ է ասում եւ այդ լեզուն, որ օգտագործված է, այդ ինչ ցևով, որ ասված ներշնչած է, որ իրենք բաներ, նույնիսկ քրած ժամանակին իրենք դեղյակ չէին, թե ինչ կնշանակի իրենց խոսքերը, մանավանդ երբ որ կառնենք ստեղծագործությունը, առաջին խոսքերը ամենազարմանալին այն է, որ այդ ինչ որ ամբողջ աշխարհը խոսում է դիեզերքի մասին, որ դիեզերքը միշտ եղած է, հավիտենական է, սկիզբ չունի եւ ահավասիկ տարբեր ցեղեր, տարբեր մշակույթներ, տարբեր առասպելներ շինեցին, այս ամենը բացատրելու համար, բայց հрьяաները առասպել չշինեցին, մի ճշմարտություն տվին, որ իրենք չէին հասկանալ եւ իրենց ըսածի ճշմարտությունը մի զարմանար, երբ քեզ ասեմ, որ միայն 80 տարի առաջ է, որ այլևս գիտնականները ընդունում են այդ ինչ որ հոն կրված է առաջին դողերի մեջը, որովհետեւ այդ ցևով, որ ուրիշ անգամ պետք է երկար խոսիմ, միայն այս ստեղծագործության առաջին մասը երկար բացատրություն գուզե, որովհետև Աստված ստեղծեց ամեն ինչը նույն ժամանակ, ուրեմն Աստված ստեղծեց եւ ժամանակը, եւ դարածքը, եւ նյութը, որովհետև չի կար, ոչ դարածք կար, ոչ ժամանակ կար, ոչ նյութ կար, եւ Աստվածաշունչը բզդիկ նախատասության մեջ է, ասում է, որ Աստված այդ ամենը ստեղծեց եւ իրենք չհասկացան այդ ամենը եւ այդ ձևով որ թրված է իրապես մարդուս միտքը չկրնար հասկանալ թե ինչպես նրանք կարողացան այդ քրել եթե ոչ Սուրբ Հոգու ներշնչում հոնդերը նաեւ ասկի առաջ ասել եմ չեմ գիտեր դա խումբին խոսել եմ կամ ոչ եւ երբ որ ասում ենք Ադամ եւ Եվա Ադամը մարդու անուն չէ Ադամը մարդ է Ադամը տուն ես Ադամը ես եմ Ադամը մեզանից ամեն մեկն է եւ երբ որ խոսում ենք անկումի մասին մեղքի մասին մենք բոլորս նույն մեղքն է որ կործել ենք եւ կործում ենք Mēs բոլորիս մեղքը նույնն է այդ փորձությունը որուն ենթարկվեց Եվան եւ Ադամը այդ նույն փորձությունը մենք ամեն օր մի քանի 100 անգամ ունենք այդ փորձությունը որովհետեւ սածը օծին այն է որ եթե ուդես այս բդուղեն պիտի լինես Աստծո նման գիտենալով շիդագը եւ սխալը չարը եւ բարին ուրեմն այդ ժամանակ որ ես գիտեմ չարը եւ բարին ես եմ որ ցանկանում եմ որոշել թե որն է չարը եւ որն է բարին ամեն անգամ որ ես սուտ եմ խոսում որովհետեւ ես ասում եմ որ չէ սա է շիդագը ինձ համար սա է կարևոր ինձ համար ես պիտի որոշեմ եւ ոչ Աստված ոչ ուրիշը պիտի որոշի թե ինչն է երբ որ ես ավտոմեքենա վարում եմ եւ այնտեղ նշանները տրված են 50 կամ 60 եւ ես 120-140 կերտամ
Ասում եմ, որ չէ, ես ավելի լավ գիտեմ, ես պիտի որոշեմ։ Սա է։ Ասևով բոլոր մեղքերը նույնն են։ Ամենապարզ մեղքը, որ մեր յուրաքանչյուր իր մտքին մեջը անում է, իր սենյակին մեջը կամ շուգան կալած ժամանակ կամ ինչ որ է, ինչ որ մեր մտքին մեջ ամենաբզդիկ մեղքը, որ գործում ենք, նույնն է։ Նույնն է։ Ես ցանկանում եմ լինել իմ Աստվածը։ Ես ցանկանում եմ լինել այդ անձը, որ պիտի որոշե։ Եվ սա է, որ եթե մենք կարողանանք նոր սերունդ, մենք մեզի ամենն առաջ եւ հետո նոր սերունդին բացատրել, որ օրենքը ոչ թե մի բան է, որ մեր կյանքը կուզե կաշխանտել, այլ մեր կյանքը ավելի առողջացնելու համար է։ Բոլոր օրենքները, Աստծո բոլոր օրենքները մեզ առողջացնելու համար են, մեզ ճշմարիտ ազատություն տալու համար է, բոլորը։ Դատներ, մենք դժվարություն ունենք, ինչու դժվարություն ունենք, բարձ է։ Մենք դժվարություն ունենք, որովհետև մենք կուզենք որոշել եւ որովհետև անգումը դեղի ունեցել եւ մեր մեջը եղած է թարերի այդ հետևանքները, մենք այլևս մեր խիճը այնքան ուղիղ չի կարողանում մեզ առաջնորդել։ Գիտակցաբար, անկիտակցաբար մենք սխալները գործում ենք։ Եվ ինչ որ աստվածապանության մեջ կսորվեցնեմ, այսօր ավելի ես կուզեի աստվածաշունչի մասին խոսել։ Եվ ինչ որ ես կսորվեցնեմ, այն է, որ մեղքի մասին Աստված երբեք չի պատճառ, բադիժ չի գա Աստծո կողմեն։ Ցեզի ով որ ինչ որ գուզե թող սորվեցնե, որ մեկ սրբազանը որ գուզե թող սորվեց, բադիժ չկա։ Հետևանք կա։ Մեր արարքները իրենց հետևանքները ունին։ Սրա մասին կարող եմ 4 ժամ խոսել։ Եվ Աստված ներում է։ Աստված երբեք չի պատճառ, միշտ ներում է, իսկ բնությունը երբեք չի ներել։ Հետևանքը անպայման տեղի պիտի ունենա։ Եթե 10-րդ հարգեն վարձատկես, կամուրջեն վարձատկես, հետևանքը անպայման պիտի ունենաս։ Կանցիկ որ մեկ մեղ գործում են եւ իրենց կյանքը գործընծնում են, ֆիզիկապես գործընծնում են իրենց կյանքը, բայց Աստված ինչու, Աստված ներած է, բայց բնությունն է, որ այդ մարդուն հրած մեղքը բնական հետևանքը մահն է եւ մահանում է այդ անձը։ Այդ կինը, որ շատ լավ կան կապրած է, ինչ գիտեմ ինչ, բայց մեկ ավորտ կնե եւ այդ ավորտի ժամանակ գմերնի։ Ինչու գմերնի, Աստված բաճում է, ոչ։ Բնության մեջ մի սխալ տեղի ունեցել է, որ այդ կինը իր կյանքը գործընծնում է։ Okay. Ուրիշ հարցեր։ Մեկ երկու հոգի մի քիչ ուշ եկաք այսօր, բան անեմ, որ լավ կլինի, որ լսեք առաջին մասը ձայնագրությանը, որովհետեւ ավելի լավ հասկանաք։ Ես հարց ունեմ, կներեք կարելի է հարց տալ։ Անշուշտ, միշտ։ Հարցը միշտ կարող եք հարց տալ,
պատասխան կընտրոնի կամ չեն կընտրոնի, չեմ գիտեն, բայց հարցը Իհարկե լավ է կնդում եք, դուք շատ լավ բացատրում եք, իհարկե։ Հայրանդն ուրեմն մեծ պահքի շրջանն է, ես իմ հոգին մաքուր պահելու համար, ներելու բոլորին, բարի գործեր անելու, սիրելու համար շատ երկար մտածում եմ եւ այլն, բայց մի հարցի շուրջ շատ երկար մտածեցի, թե եթե մեկը քեզ մի վատ բան է արել, ներում ես իհարկե, չէ՞ որ ներվես Աստծո կողմից, այդպես է խոսքը, չէ՞, բայց ինչ որ մի փոքր բան եթե մնում է մտքումդ կամ ինչ որ հիշում ես հետո եւ այլն քեզ տանջում է, ինչպես անես, որ ամբողջովին ներես վերանա եւ անետանա այդ ամբողջ եղածը։ Ներումը ինքր մեջ մի թեմա է, որ երկու ժամեն չեմ վերջացներ բուն եւ լման պատասխան տալը։ Ներումը ինչ է։ Ներումը ամենը բան առաջ ող չպիտի բահես։ Այդ դա արդեն մեծ խնդիր է։ Եվ ներումը ինչպես կասենք սխալվելը մարդկային է, ներումը աստվածային է։ Միայն Աստված է, որ կարող է մեզ տալ շնորհ, որպես մենք կարողանանք ներել։ Մենք շատ անգամ ներում ենք, բայց մեր ներումը միայն մեր շրթունքներն է։ Մեր սիրտը չի կարող ներել, որովհետև այնքան մեզ վատ ձևով աստած է այդ սխալը, որ եղած է, այնքան էլ հեշտ չէ, որ մենք կարողանանք ներել։ Ուրեմն, երբ որ մտածում ենք այս ամենի մասին, առաջինը պիտի խնդրենք Աստծուց, որ Աստված մեզ օգնի, որպեսզի հասնենք ճշմարիտ ներումին։ Միշտ չէ, որ երբ որ ես ասում եմ, որ ներում եմ, այլևս վերջանում է։ Եվ ներելը որքան որ անհրաժեշտություն է, բայց կարիքը չկա, որ ես մոռանամ։ Որովհետև հիշողությունը ինձ համար չափազանց կարևոր է։ Եվ եթե այդ անձը ինձ վնաս հասցրել է, չի նշանակել, որ երբ որ ես ներեմ, այլևս չի հասցնի վնաս։ Այդ անձը կարող է նորեն եւ նորեն ինձ վնաս հասցնել։ Ուրեմն ավելի լավ է, որ ես հիշեմ եւ ուշադրություն դարձնեմ։ Ներում չի նշանակել, որ ես պիտի երթամ իր հետը պապանա երկու օր անգամ սրճեմ։ Չէ։ Կներեմ, հերու կմնամ, որպեսզի ապակային նա չի կարողանա ինձ վնասել, ինչպես որ ասկի առաջ վնասած է։ Վնասը լինի դա ֆիզիկական վնաս է, նյութական վնաս է, կամ նույնիսկ միան զգացումների վնասը։ Աղոթքով է, որ Աստված կտա շնորհը, բայց կարող է, որ շատ անգամ շատ երկար պիտի աղոթենք, շատ երկար պիտի սպասենք, որ Աստված մեզի տա այդ պետք եղած շնորհը, որ իսկական ներումը տեղի ունենա։ Ուրիշ հարց։ Հայր Անտոն, ես հարց ունեմ։ Ինչպես որ Աստված չի պատժե, չէ, մեր հետևանքն է մեր արարքների։ Նաև կա փարգության մասին, որ փարգությունը համարվի մահացու մեղքերից մեկն է, բայց Աստվածաշնչի մեջ էլ մեկ քանի տեղ կա, որ կնշվի, որ Աստված փարգացավ։ Հենց ընչեր հեղեղի պատմության մեջ Աստված փարգացավ մարդկանց վրա, հիմա այդ ինչը հասկանում։ Լավ հարցում է։ Դրա համար, երբ որ Աստվածաշունչը ավելի լավ կհասկանանք, այդ ժամանակ ավելի լավ կսկսենք այդ ամենը մեկնաբանել։
Երբ որ գսենք, որ Աստված ուրախացավ, բարգացավ, կամ ովևէ մի զգացում, որ մենք ունենք Աստծուն, այդ ամենը մարդկային ցև է խոսելու, բայց Աստծո համար դա տեղի չունենում։ Մենք չենք կրնար ովևէ մի բան անել, որ Աստված զայրանա։ Ամենամեծ մեղքերը, որ ես կարող եմ գործել, ինչպես Մար Տերեզան սորվեցած է եւ եկեցին ասորվեցնում է, ոչ մեկ մեղք չկա, որ ես կարող եմ գործել եւ գործեմ, եւ Աստված ինձ մի քիչ պակաս սիրի։ Եվ չկա ովևէ չափով բարիք, որ ես անեմ, որպեսզի Աստված ինձ մի քիչ ավելի կարողանա սիրել։ Աստծո սերը անհուն սեր է մեզանից յուրաքանչյուրի հանդեպ, իսկ երբ որ մենք տեսնում ենք այդ ամեն վատությունները, որ լինում են, այդ ամենը հետևանք է, ոչ մեկը չեն կրնասել, որ սա Աստծո զգացումն է։ Բայց նաև վատ զգացումների մասին խոսենք, լավարի զգացումների մասին խոսենք եւ պիտի կործածենք, որովհետեւ մարդենք պիտի կործածենք։ Երեխաներին մենք մեզի համար պիտի ասենք, որ ես իմ ապամը պիտի նեմ, որ Աստծուն հաճելի լինի։ Աստծո հաճելի չէ, որ պիտի լինի, ես է որ իմ հարաբերությունս Աստծո հետ բարելավում եմ։ Եթե ոչ Աստծո կողը, Աստված ինքը իր մեջը կատարյալ է, բամը չի բացում, որ ես կարողանամ բանել եւ չեմ կարող ովևէ կերպ Աստծուն վրան ազդել։ Մենք մեր ռացների հետևանքները պիտի ապրենք ամեն կերպ։ Տեսեք, այս ամեն հարցումները կարևոր են, խնդրեմ նույնիսկ եթե շաբթվա մեջը այսպիսի հարցումներ ունենաք եւ մեկ բան այդ հարցումը որ այսօր ցեզ ամեն մեկ որ հարցուց ապա եղեք որ ոնդերը մեր ժողովրդին մեջը կոնե 3-4 հոգի կա որ նույն հարցումը ունի Հայր Անտոն լսում եմ հարցերի շարանկը որ գնաց մի հարցել ես տամ տվել եմ մի տեսակ բավարար չեմ մնացել շատերին եմ տվել այնպես չէ որ աղոթքից խանգարում է դա բայց այնուամենայնիվ հարցը բաց է ինձ համար որ աղոթում ենք Աստծուն Աստված ամենուր է երեք չառաջ օրը շատ ծիրուն ասեցիք որ Աստված ով է ասել չգիտեմ ասեցիք որ Աստված էակ չէ այլ էություն է եթե էություն է բոլորիս մեջն է ուրեմն ինձ պետք չէ հերոն նայել ես աղոթելիս մի անգամից անմիջական կլինի իմ կապը իսկ երբ աղոթքը անում ենք Մարիամ Աստվածածնին ես ու ավստրալիացին հունգարացին մի անգամից միաժամանակ դա աստվածային բնույթ չէ Մարիամին բանը էությունը ինչպես կարող է նա մի անգամից բոլորիս այդ միլիոնավոր քրիստոնյաների աղոթքը լսել ընդունել եւ բարեխոս լինել Okay. Ժամանակը պատկանում է աշխարհի համար։ Մեռնելուց հետո ժամանակը գոյություն չունի։ Այսինքն, նույնիսկ երբ որ ասում ես, որ Աստված ամենուրեք է եւ Աստված կարողանում է 8 միլիարդ հոգի որ հիմա կա, այդ ամենը կարողանում է ինքը ամեն մեկուն լսել։ Ինչու կարողանում է լսել։ Որովհետև հավիտյանության մեջ է, հավիտյանության մեջ ժամանակ չկա։ C.S. Lewis-ը մի գիրք որ գրած է եւ մեջ ասոր մասին խոսում է լոգ քրիստոնեություն։ Շատ հետաքրքիր գիրք մնե որ որքան կցանկանայի որ դուք բոլոր ունենայիք եւ գարտայիք։ Ուրեմն մեկ անգամ որ մենք մեռնում ենք, այլևս մենք եւս դուրս ենք գալիս տարածքից եւ ժամանակից։ Եվ նաեւ մենք
նյութ չենք, հոգի ենք։ Եվ մեզանից ամեն մեկը, հիմա երբ որ ես աղոթում եմ ամայիս բաբայիս համար, ես գիտեք մայրս 7 տարի է որ 7 կամ 8 տարի եղավ որ թաղված է ոս արևիկ, ես երբեք չեմ կացել գերեզման, որովհետև մաման հոն չէ, մաման Աստծո հետ է, Աստված ամեն դե, ուրեմն մամաս ամեն դե, ես մամայիս բաբայիս դադիկներիս որոնց համար միշտ բաբիկներս նորեն միշտ իրենց համար գաղութեմ, ամենաավելի ես գաղութեմ, երբ որ հաղորդության գերտամ, որովհետև հաղորդության մեջը Հիսուս իմ մեջս գալիս է և մենք բոլորս Հիսուսի մարմնի անդամներն ենք, ուրեմն հարուցյալ Հիսուսն է, որ գալիս է մեր մեջը և իր հետը գալիս է բոլոր հրեշտակները, երկնքի սուրբերը, բոլորը գալիս են և լինում են մեր մեջ, ո՞ն է ամենագեղեցիկ տեղը աղոթելու համար, այնպես որ Աստվածամայրը ինքը ևս դուրս է ժամանակից, բայց միայն ինքը չէ, բայց չեմ գիտեր, եթե դու Աստվածամոր գուզես աղոթել կամ բան, ես գաղոթեմ միշտ, Աստվածամայրը ինձ չափազանց շատ օգնած է, բայց նաև շատ անգամ պատահած է, որ ես աղոթեմ մամայիս բաբայիս համար, և մամաս բաբաս ինձ ավելի օգնել են իրենց մահվանից հետո, քան իրենց կյանքի ընթացքում, և սա ես սովորեցրել եմ տարբեր մարդկանց, տարբեր գյուղերի մեջ, որ ծառայել եմ, սովորեցրած եմ և բոլորն էլ տեսել են արդյունքը իրենց աղոթքին, երբ որ աղոթում են իրենց հանգուցյալների համար, և աղոթում են հանգուցյալների համար և խնդրում են հանգուցյալների օգնությունը։ Կներեք, մեկ վարգյան, արդեն պետք է մոտ ժամանակեն վերջացնեմ, բայց տեսնում եմ, որ կրնալար մեկ մասը հիմա տողնեն երտան, նորեն հիշեցնեմ, այդ հարցատերթիկը ընտրեմ լեցնեք, թիվ 1, թիվ 2, այդ ինչ որ ձեզ ուղարկվեց, այդ 3 ռոբյանոց ռոլիկների հարցումները, անոն կալ ուսումնասիրեք և ասեմ, որ ուսամ մինչև 10 օր այդպիսի ծրագիր հիմա մշակում ենք, որ պիտի կարողանանք գրոնագիտությունը շատ ավելի հեշտացնել, որ ամեն ինչի համար և բացատրությունները, որ գալիս եմ, և ռոլիկները, և վիդեոները, որ պիտի տեսնեք, անոնց մեզ զատ նաև հարցում պատասխան պիտի լինի, որ այդ հարցումների պատասխանը տալով է, որ ավելի լավ պիտի ամեն ինչը սովորենք։ Ես կնությունների չեմ սպասել այդ հարցումներին, և որ պատասխանները կտակ, լավն է։ Okay, հարցում ունեք նորեն։ Լավ։ Մի քանի րոպե ևս շարունակեմ։ Ուրեմն, երբ որ մենք Աստվածաշունչը կարդում ենք, տեսեք, ես սկսել եմ Աստվածաշունչը ուսումնասիրել, երբ որ ջերմարան կացի անշուշտ, և ջերմարան եղած ժամանակս որ քանի տարի առաջ էր, 55 տարի առաջ էր, 1970-ին, ուրեմն 1970-ին ի վեր ես Աստվածաշունչը ուսումնասիրում եմ 55 տարի, և այդ դարիների ընթացքում գիտնականների մոտեցումը շատ փոխվեց, ուրեմն ես ացեզի մի քիչ տարբեր ձևերով պիտի ներկայացնեմ, որ ավելի ընդհանուր գաղափար ունենաք։ Ասում էի, երբ որ Արմենին պատասխանում էի, ասում էի, որ
երբ է որ հրյա ժողովուրդը սկսավ մտածել եւ գրի առնել այդ ժամանակ որ եղան մի ազգ մի ժողովուրդ եւ ուզեին գնալ թե իրենք որտեղ են ինչ է իրենց արմատները եւ այդ ժամանակ իրենք տարբեր ցեղերը որ ունեին այդ տարբեր ցեղերը իրենք ունեին իրենց պատմությունները այդ պատմությունները իրենք պատմում էին սերունդ եւ երբ որ աշխատում ենք հասկանալ ամբողջ դիեզերքի պատմությունը ամբողջ աշխարհի պատմությունը տեսնում ենք որ ասկե ինչ որ գիտնականները ասում են 13750 տարի առաջ մի մեծ ջրհեղեղ եղած է տեղի ունեցել է ուրեմն 13000 տարի առաջ սա տեղի ունեցել է բայց սրա մի մասը այդ ամենին կարողացել են նույնիսկ առանց լեզվի առանց մեծ մեկնաբանության սերունդ մնացել է եւ միայն հրյա ժողովրդի մոդը չէ այլ տեսնում ենք տարբեր ժողովուրդներ տարբեր մշակույթներ որ նույն ցևի այդ պատմությունները ունեն եւ իրենք առասպելի ցևով է որ բոլորը այդ ամենը ներկայացնում են միայն հրյա ժողովուրդն է աստվածաշունչն է որ ամբողջովին տարբեր ակնոցով նայում է տեսնում է Աստծո մճամտությունը եւ կարողանում է այդ ամենը այդպիսի լեզվով այդպիսի բանաստեղծական ցևով մեզ ներկայացնել որ ճշմարտություն է բայց պատմություն չէ Իսուս կրնա ճշմարտությունն է եւ պատմություն չլինի ո՞ն է որ նաեւ ուրիշ մի չափազանց կարևոր կետ որ կա այն է որ այդ ինչ որ մենք կհասկանանք որպես պատմություն ճշգրիտ պատմություն սա միայն 200-250 տարվա խնդիր է ինչ որ մենք գարտանք ասենք որ հայկական մեր բանը Վարդան Մամիկոնյանի ժամանակը այդ ամենը ինչ տեղի ունեցավ երբ որ գարտում ենք Գրիգոր Լուսավորչի մասին Եվ կարդում ենք Հրիփսիմյանցը, կարդում ենք այդ մնացած ապկար թակավորը, Աշոտ Երգատը, այդ ամենը որ կարդում ենք այսօրվա մեր պատմություն հասկացողության պատմություն չէ։ Ամբողջովին դարբեր ցևով հյուսված է եւ հետաքրքիր է որ ասկի առաջ ասել եմ առաջին անձը ամբողջ պատմության մեջ հայկական չէ ամբողջ աշխարհի պատմության մեջ առաջին անձը որ երբ որ պատմության գիրքը գրում է դնում է բան էջին վրա նշում է թե իր աղբյուրը որտեղ է մինչև այդ ժամանակ եւ սա մի Մխիթարյան վարդապետ էր եւ ինքն է առաջինը իր մի առաջ չի գար իր մի վերջի հիմա անպայման պետք է տնե իր աղբյուրները բայց մինչև այսինքն 250-260 տարի առաջ չի գար ոչ մեկ աղբյուր չէր տներ թե որտեղին բերել է իր տեղեկությունները սա նորություն է ուրեմն երբ որ նայում ենք Աստվածաշունչը պիտի տեսնենք հոնդեղը եւ պիտի սկսենք քննել, քննարկել, բայց նաեւ հասկանալ, որ սա ճշմարտություն է, սա Աստված է, որ այս խոսքերի միջոցով մեր սրտին խոսում է եւ ինչ է Աստծո պատկամը եւ որովհետեւ այսօր
ամբողջ աշխարհի մեջ է մեծ մտահոգություն կա, թե ասկե 1000-2000 տարի առաջ ինչ տեղի ունեցավ եւ որքանով մենք կարող ենք վստահել, թե ինչ որ պատմում են շիդագ է, ուրեմն ասում են նույն ձևով, որ ամբողջ քրիստոնյա հավատքն նույնն է։ Հիսուս տեղի բան ոչ աբրած է, սա առասպել է։ Հիսուսի հարությունը մեծ առասպել է։ Բայց այսօր գիտնականները ահագին գրվելուց հետո սկսած են ընդունել, որ ոևէ առարկը չկա, որ տեղի է ունեցել պատմության մեջ այնքան արձագանք ունենա եւ այնքան փաստեր ունենա, որ իրավես սա տեղի ունեցել է։ Հիսուսի հարությունը նույնիսկ այդ ամենը, ովքեր չեն ուզեր հավատալ Աստծո ներկայությանը, բայց չեն գնալ գլուխ ելնել, չեն գնալ փաստել, որ Հիսուս հարություն չի արել։ Չկա։ Խոսքին, բայց իրենց ասածը մեջ բան չկա, նյութ չկա, ոևէ փաստ չկա։ Լավ։ Եթե հարցունիք վերջին ռոբեներին, եթե ոչ, բարի գիշեր ասեմ։ Քիչ առաջ ասում էի, ես մնաց իմ ասածը, որ հարցումները, որ ունեք, նաև քրի այդ հարցումները տվեք։ Կրեք, աբուշ հարցում գոյություն չունի։ Այդ հարցը, որ գտաս, այլևս կտատարի աբուշ լինելուց եւ նաև փյուրավոր անձիկ կան, որ նույն հարցումը իրենք ունին, բայց մի սպասել, որ իրենք հարցնեն, դուն հարցրու։ Ուրիշներին եւ դու քեզի մեծ օգուտ տված կլինես։ Եվ բարի գիշեր ասեմ ձեր բոլորին, Աստծո օրհնությունը մեր բոլորին հետ լինի եւ երեքշաբթի օրը կամ 7-ին կամ 8-ին անպայման կխոսենք։